Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի հարազատի համար տարվա բոլոր օրերն են խոնարհումի հիշատակի օր։ Որդիներ են կորցրել 44-օրյա պատերազմում։ Թշնամին 2020-ի սեպտեմբերի 27-ին հարձակվեց Արցախի վրա։ Ինչու հենց այդ օրը հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր չդարձավ կամ Արցախի հայաթափման օրերից մեկը։ Ինչ սեպտեմբերի 27-ը ոչ մի բան չի ընդունվում պետական մակարդակով։ Ինչի թողում ադրբեջանցին։ Զոհվածների հիշատակի օրը հունվարի 27-ը միայն բարձրաստիճան պաշտոնյաների եռաբլուր բարձրանալու համար էր։ Այսօր էլ լրագրողներին չթողեցին պաշտոնյաների հետ եռաբլուր հասնել։ Զոհվածների հարազատներն էլ պաշտոնյաներին չթողեցին իրենց զավակների շիրիմներին մոտենալ։ Հարցում իրանց ասել է, որ ստեղ են ու չեն մոտիկացել։ Օրվա խորհրդի մասին, ինչը ոչ բոլորի համար է ընդունելի, որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների օր։ Հայոց բանակն է թուլանում, հայոց բանակի կազմավորման օրը թիրախավորվում։ Փորձ է արվում զոհ բառը զուգակցել բանակի հետ։ Ամենաբացասական այս ամեն ինչը մենա, որ կոպիտ ասած ոնց որ անկախ իրանցից մարդիկ չակերտավոր ուրախանա, որ 2 օր ազատ օր է, ուստեղ այդ խորհրդի բանն է կորում։ Ձևակերպում այսպես էր, որովհետեւ մեր նախադակների աչքը մեր ուրախության վրա չլինի։ Իրենք գոհանան, որ առաջինը մենք իրենց ենք հիշում։ Շատերը համաձայն չեն, որովհետև իրենք կապում են հիմնականում զատիկի հետ։ Տոնից հետո, Քրիստոսի համբարնելուց հետո հաջորդ օրը գրում են նռելոց։ Երկրի պաշտպանության փոխնախարարի կարծիքն էլ ոչ միանշանակ է։ Արման Սարգսյանն ասում է հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր է ընտրվել նրա ձևակերպման որպես հավաքական խորհրդի օր։ Կառավարության իշխանական թևի հիմնավորումն այսպիսին է. օրերի հաջորդականությունը թույլ կտա նախ հարգանքի տուրք մատուցել զոհվածներին, հետո տոնել բանակի գոյությունը։ Հայաստանի Հանրապետությունը եւ առհասարակ Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողությունների, բազմաթիվ պատերազմների շրջան է ունեցել եւ հստակ ինչ-որ օր չի գրվել հիմքում։ Չգիտեմ իմաստը որներ, ասած կպցնելու այդ օրերը իրար։ Չնայած ոչ էլ կարծում եմ, որ այդքան շատ պիտի լինեն բացասական հիշատակի օրերը։ Լիաթոք բամպարտ լավ գալ, ուրախանալ բանակի կայացածությամբ, համարել դա խիզախություն, այդ դրական զգացողությունը ունենալը մի քիչ ոնց է փշտանում։ Գործադիրի ղեկավարի համար հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը պարտք է։ Դա է պատճառը, որ ըստ Փաշինյանի հունվարի 27-ը հիշատակի պետական օր սահմանվեց։ Մենք ամբողջ այս շրջանը նշում ենք ինչքան նահատակ սուրբ զինվոր, ինչքան զորքի հետ կապված ոչ երկրային, այլ երկնային, որովհետև մենք պետք է կերակրենք այդ երկնային զորքին մեր հավատամքով, մեր աղոթքով։ Իսկ պատերազմում զավակ կորցրած ծնողի մոր համար իր զինվոր տղայի ամենավառ հիշատակի օրը հաղթած ու Հայաստանի 11-րդ մարզ դարձած Արցախի տոնը պիտի լիներ։ Զոհված զինվորի հիշատակը Հայաստանում ապրող 4-ից 5 միլիոն հայերը պետք է տոնեին։ Զինվոր տղաներին կորցրած մայրերի հպարտության, ոչ թե պարտության օրը պիտի լիներ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։